հետաքրքիր սառը դեսերտ։ Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր թորնիկներից պատվերով որոշեցի ճաշից հետո պատրաստեմ վաֆլիներ։ Թորնիկներս ցանկանում են մի հետաքրքիր սառը դեսերտ։ Պատրաստելու եմ վաֆլիները, պաղպաղակի հետ վայել են թորնիկներս։ Դե անցանք գործի։ Շաքարավազ, կարակ, հավկիթ, թխկուօշարակ, ալուր, կաթ, խառը մրգեր, փխրեցուցիչ եւ վանիլինի շաքարավազ։ Վերցնում ենք հավկիթը, կարակը եւ շաքարավազը։ Մի լավ խառնում ենք էլեկտրական խառնիչով, ավելացնում ենք կաթը եւ փխրեցուցիչը։ Մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք վանիլինը։ Ամենավերջում ավելացնում ենք թխկուօշարակը եւ ալուրը։ Եվ նորից ալուրը ավելացնելուց հետո մի լավ խառնում ենք։ Այժմ յուղապատում ենք վաֆլիի սարքը եւ սկսում ենք թխման process-ը։ Վաֆլիները թխելուց հետո հիմա արդեն պատրաստում ենք մեր խառը մրգերով տորտի գլազուրը։ Վերցրել եմ ջուր, ավելացրել եմ տորտի գլազուրի փոշին եւ խառը մրգերը մի քիչ եռալուց հետո արդեն տեսնում եք ինչ վիճակի, ավելացնում եմ գլազուրը ջրով բացած։ Արդեն մատուցելու ժամանակն է, սիրելիներս, վերցրել եմ վաֆլիները մի գլանակ պաղպաղակի հետ, զարդարում եմ խառը մրգերով պատրաստած գլազուրով։ Ցանկացողները կարող են ավելացնել մի քիչ շաքարի փոշի եւ համտեսում են։ Սիրելիներս, մեր դեսերտը արդեն պատրաստ է։ Հիմա փորձեմ, որ ձեզ ասեմ, ինչպես է ստացվել։ Գնահատեք տեսքը, սիրելիներս, գնահատեք եւ գրեք։ Ես կգրեմ ներքևի մասում բաղադրիչները, բայց դուք գնահատեք եւ կոմենտների մեջ գրեք Ռոզա-տատիկի այսպես արագ պատրաստվող թորնիկների պատվերով դեսերտը, սիրելիներս։ Հիմա փորձեմ։ Շատ համեղ է ստացվել, սիրելի հետևորդներ ջան, շատ համեղ։ Վերցրել եմ պաղպաղակ, ինչ պաղպաղակ ունեք, ձեռքի տակ այդ կարակ վերցնեք։ Անմահություն, ժողովուրդ ջան, անպայման կպատրաստեք, սիրելի հետևորդներ ջան։ Ես ուզում եմ, որ ես ինչ պատրաստում եմ, դուք պատրաստեք, որպեսզի ձեր բալիկները, ձեր ընտանիքը բոլորը համտեսեն Ռոզա-տատիկի պատրաստած համեղություններից։ Սիրում եմ ձեզ։ Միշտ եղեք ակտիվ։ Սրտիկները միշտ ուղարկեք Ռոզա-տատիկին, շատ եմ ուրախանում սրտիկները տեսնելու, սիրելիներս։ Դե, մինչ նոր հանդիպում, սիրելիներս, մեզ մնում է հետևել, հավանել եւ տարածել։ Սիրում եմ ձեզ։